Չէ, ես լավ գիտեմ, հաստատ կանի։ Ես գիտեմ խաղացողի հոգեբանությունը։ Մի ժամում այդ ամբողջ գումարը կկրվի հաստատ։ Ունես որ թեզում ես ընկերոջդ լավություն անես, ինքդ տարտուր ես պարտքերը։ Լավ որ դեից ես կանչարեր։ Դա արդեն կարևոր չի։ Կարևորը փողը կա, տանեք փակեք պարտքերը։ Փաստորեն գնում ես ծառայության։ Փաստորեն։ Դե բարի ծառայություն ախր։ Լավ մնացեք։ Շտով ես ցավը։ Զգուշ կլնես։ Մենք զանգում ենք։ Այ ախրես։ Այսօր բավական է։ Ինչ եք մտածում մի բան կստացվի։ Կստացվի։ Բայց հիմա ինքը մի քիչ լարված է, վախենում է։ Իմ կարծիքով կարոյի դեպքում վիրահատություն անհրաժեշտ է։ Շատ ծանր է տանում։ Դե բոլորն այդպես են։ Okay կլինի, մի մտածեք։ Նման բժշկին է ճանապարհում, հեսա կգա երբ։ Էլ չեմ ուզում որ բժիշկը գա։ Կարո։ Ես ինձ վատ եմ զգում, չեմ ուզում որ բժիշկը գա։ Կարո, չես ուզում բուժվես, չեմ հասկանում։ Բնականաբար ուզում ես, հոմանկապարտեզ չի։ Հավատս չի գալիս որ ես էլ կբուժվեմ։ Մեկը ես չեմ քայլել, իզուր ես ամեն ինչը։ Կարո, իզուր չի, եթե բժիշկը մի բան չիմանար, հաստատ վիրահատություն չէր առաջարկի քեզ։ Նարես եթե չստացվի։ Կստացվի, Կարո։ Եթե չստացվես, Նարը։ Իսկ եթե չստացվեց, ես լրիվ կկորցնեմ ինձ։ Վիրահատում էլի չքայլեմ, հասկանում ես։ Ես դա չեմ տանի ուղղակի։ Հիմա ես համակերպվել եմ այս վիճակիս հետ։ Չես համակերպվել, Կարո։ Դու ուղղակի ինքդ քեզ խաբում ես։ Չեմ ուզում վիրահատվեմ։ Ես չեմ հասկանում, դու չես ուզում քայլես։ Չեմ հավատում, որ չես ուզում, Կարո։ Եթե ոչ մի բան չանես, բնականաբար քո մոտ ոչ մի բան էլ չի ստացվի։ Բայց ես համոզված եմ, որ դու կանես ու ամեն ինչ լավ կլինի, չէ՞։ Ահ։ Ուղղակի պետք չի այդքան շուտ հույսը կորցնել։ Նարենց մենակ քո սերը կօգնի։ Ես արդեն զգում եմ, որ առաջվանի չի։ Մենք իրար հետ ուրիշ կերպ ենք։ Մենք մտերմացել ենք, չէ՞։ Ես գիտեմ, որ կսիրես ինձ։ Ուղղակի մի քիչ ժամանակ է պետք։ Եթե դու հավատում ես, որ ես կքայլեմ, ուրեմն ես կհամաձայնվեմ վիրահատությանը։ Ասա։ Ինչ ես քեզ sense բանում, Լուսինե։ Պետք է ես քեզ պետք է հարցնեմ։ Լուս, ես արդեն որոշել եմ քեզ չզանգեի ընդհանրապես։ Ինչ։ Հա, Լուս։ Որովհետև դու չես լսում, չես հասկանում։ Մի տարեկանի նման ես քեզ բանում։ Նեղացել ես, փախնում ես։ Տաքսիոտից վազում եմ, չես էլ կանգնում։ Դու գիտես պատճառը։ Իմ բանա գնալը չի նշանակում, որ մենք բաժանվում ենք։ Ինձ համար է դա նշանակում։ Մենք մի քանի ժամ ունենք, արի հանդիպենք։ Ասել եմ ու էլի ասում եմ ոչ։ Լուս, ընդամենը մի քանի ժամ է մնացել, Լուս։ Ես քեզ հետ միայն մի պայմանով կհանդիպեմ։ Ինչ պայման։ Եթե ասես, որ չես գնում։ Էլի սկսվեց, հա, Լուս։ Հա, սկսվեց։ Տանն ես։ Չգաս։ Ասում եմ տանն ես։ Հիմա ուշադիր լսի, քեզ ինչ եմ ասում։ Ես ոչ ընկերուհուս տանն եմ, ոչ տատիկիս տանն եմ։ Ու խնդրում եմ անիմաստ ինձ չփնտրես, հասկացար։ Հենպես որ մի անգամ եւս ասում եմ, հանկարծ չփորձես ինձ փնտրել։ Մենք բաժանվում ենք ու վերջ, հասկացար։ Ու խնդրում եմ հանկարծ Նարեին չհարցնես, ուրեմն ինչ եմ։ Լուս,
Լուս։ Քո կարծիքով ես գիժ եմ, հա? Ինչ ես շշմած նայում։ Լուսինե, ընդհանրապես չեմ ուզում քո հետ խոսամ, որովհետև դրանից ոչ մի լավ բան դուրս չի։ Բա ինչ ես եկել դեմս կանգնել։ Ու գիտես ամենաշատը ինչն է ինձ հետաքրքրում, որ դու մի հատ չես հարցնում, Լուսինե ջան, ինչ ա եղել, ինչի ես այսքան ջղայնացել։ Կարող է ինչ-որ բան ա եղել, ինչ-որ պատճառ ունեմ, ինչ-որ շատ լուրջ պատճառ։ Լուսինե ջան, ես շատ լավ գիտեմ քո լուրջ պատճառը։ Քո լուրջ պատճառը այն է, որ դու զզվում ես ինձանից ու ինչպես դու ես ասում, իմ ընտանիքից։ Բայց դու իրոք հիմարի մեկն ես։ Լուսինե, ձենդ կտրի։ Ոչ մի կերպ ուղակի չի տեղավորվում։ Ու պետք չի սեն սուկ սարքել, որովհետև Սաշա առաջին մարդը չի, որ բանակ ա գնում Լուսինե։ Հասկացանք։ Լավ ասեցիր։ Ինչ է հասկացար։ Լավ Լուսինե։ Այն ինչ որ պետք է, ոչ մի բան չես հասկանում։ Ինչ որ պետք չի, լավ հասկանում ես։ Իհարկե, ինչպես միշտ ընտանիքիդ հետ կապված։ Աստված իմ ինչ եմ անելու, այս մատանին ոնց եմ ես գտնելու։ Ալո, Գարիկ, Ինչ է եղել, սիրելիս։ Գարիկ, դու չես պատկերացնի ինչ է եղել։ Ինչ է եղել։ Գարիկ, ես երթուղային եմ նստել և եկել եմ տուն։ Եվ Կատվիկս ինչ է պատահել։ Գարիկ, ինձ թվում է ես երթուղայինի մեջ կորցրել եմ մատանին։ Ինչ մատանի Կատվիկս։ Դե նվերը։ Ոնց կորցրել ես։ Գուցե ընկերական գողացել են, ես ինչ եմ անելու, Գարիկ։ Գարիկ, ինչի չես խոսում, դու չես հասկանում, դա ինչ արժողության մատանի է։ Շատ վատ բան է եղել, սիրելիս։ Շատ վատ։ Ինչով կարող եմ քեզ օգնել, Կատվիկս։ Ես զանգել եմ այդ մարդուն և ասել եմ, որ հանդիպենք։ Հիմա որ հանդիպենք, ես ինչ եմ ասելու մատանու մասին։ Ախր ես որոշել եմ, որ նրան պետք է վերադարձնեի մատանին։ Չասես հանկարծ, որ կորցրել ես։ Իսկ ինչ ասեմ։ Ասա, Կատվիկս, ասա, որ ուղղակի ուզում ես հանդիպել իր հետ։ Ինչ, Գարիկ, դու գժվել ես, ես խելագարվում եմ արդեն։ Դե այդպես ասա, Կատվիկս, հետո ամեն ինչ կբացատրեմ քեզ։ Գարիկ, ոնց կարող եմ նման բան ասել։ Իսկ կարող ես ասել, որ կորցրել ես, Լարիսա։ Դե իհարկե ոչ։ Դե տեսնում ես։ Լավ, սիրելիս։ Լավ։ Աստված իմ, ինչ եմ անելու, Աստված իմ ինչ արժեք ուներ այդ մատանին, գլուխը տանին։